Ինքը ամեն ինչ է ինձ համար։ Դաշնակահար, որպես կոմպոզիտոր, որպես մարդ, որպես երևանցի հիշարժան օրեր ենք անցկացրել։ Իմ ամենահարազատ կոմպոզիտորներից է։ Հանդիպման վայրն ու ժամն անփոփոխ է։ Նույնն է նաև կոմպոզիտոր Մարտի Վարդազարյանին նվիրված ֆիլմի վերնագիրը՝ Չորեքշաբթի ժամը 5:30։ Ուղղակի հանդիպման առիթն է ուրիշ, մայստրոյի ծննդյան օրն է, որը բաց թողնել, չնշել, չարժևորել, մեկ անգամ եւս նրա ներկայությունը չվայելել անհնար է։ Հատկապես որ առիթին արձագանքողները քիչ չէին։ Ինքը իր արվեստով ամեն ինչով մարդ է։ Կենթանի մարդ է, որը ապրում է, սիրում է ապրել եւ ապրեցնում է շրջապատին։ Ես հիշում եմ դեռ սովետական ժամանակ մենք մի հատ ճանապարհորդություն գնացինք բամ ու այդտեղ երևաց որ այս մարդու հետ կարելի է ընկերություն անել։ Նման որակյալ, գեղարվեստական եւ հուզմունքի այդքան մեծ էմոցիոնալ մեծ դաշտ ստեղծող ֆիլմ վաղուց չի տեսել, հումորի անսպառ այդ պաշարը որ կա, ուղղակի խենթացնում է։ Տարիքը չի փոխում, ժամանակը չի փոխում, ֆանտաստիկա է։ չտեսնված կինո նայեցինք, այսօր վերջի ժամանակ այսպես դոկումենտալ կինո չի եղել։ Շատ այնպես տպավորիչ եւ ինձ թվում է անպայման պետք է երկրորդ սերիան հանել։ Մարտին Վարդազարյանին հրավիրել եմ դպրոց կոմպոզիտորների միության կողմից։ Հետաքրքրություն աշակերտների ոչ որ կենթանի կոմպոզիտոր են տեսնում բեմի վրա։ Երեխաների իմպրովիզացիաներ են նվագում դաշնամուրի վրա, որը մանկական հուշեր են, որ իրենց մոտ անընդհատ կպահպանվի։ Երեկոն ասես հենց ինքն էր կազմակերպել իր համար։ Իր բարի ու խոսուն աչքերով, հումորով շաղախված խոսք ու զրույցով էլ ավելի ջերմացնելով թե հանդիսատեսին, թե մթնոլորտը։ Մեկ շնչով դիտվող, սակայն մոտ 1 ժամ տևողությամբ ֆիլմում դարձյալ ինքն է։ Իր ծնունդով, ճակատագրով, հիշողություններով, որը թե հուզում է, թե ժպիտ ու ծիծաղ պարգևում, թե ճանաչելի ու էլ ավելի սիրելի դարձնում նրան։ Դավաճանում ես ես, սերը թաքցնես, դու կողոպտում ես ես, բայց կախրեդանում կնապատիկ այս սերը որ կիսում է։ Իսկ այսօր հուզվում էիք, երբ ձեր հայրը երգն էիք երգում։ Ես միշտ հուզվում եմ, երբ երգերը երգում եմ, չգիտեմ դա զգացվում է թե չէ, բայց այդ հուզմունքը ինձ չի խանգարում։ Ինչ որ ուրիշ ստեղծում է տրամադրություն, օգնում է, միայն օգնում է, այդ հուզմունքը օգնում է։ Ճիշտն ասած չէի սպասում, որ այսպեսի ֆիլմ կլինի եւ ռեժիսորական աշխատանքը եւ օպերատորի աշխատանքը հրաշալի էր։ Ֆիլմը նայելուց նույնիսկ մտածում եի, ասում եի, եթե ֆիլմ նկարեն օրինակ Մելիք Մավիսակալյանի մասին, արդյոք այսպես հետաքրքիր կլինի ու սենց մարդիկ կլանված կնայեն։ 87 տարին այնքան արագ ու աննկատ անցան։ Նա ապրեց ու ստեղծագործեց մեր կողքին, երաժշտական մեծ ժառանգություն թողնելով բոլորիս ու սերունդներին։ Ու ամենակարևորը, մնաց նույն կատակասերն ու ազնիվ մարդը։ Լավ հայ է։ Իրեք այստեղ կիսվելը չի օգնի։ Այստեղ բազմապատկում է հարկավոր։ Որովհետև յուրաքանչյուրի վերաբերմունքը ստեղծագործողի համար սա անգնահատելի արժեք է։ Եվ այդ ջերմությունը, որը ես ստացա այսօր դալիճից գուցե մի փոքր չափազանցված, ինձ բավական էներգիա տվեց եւ մեջքս էլ ուղղվեց։ Երևում է, չէ, որ ուղղվել է մեջքս։ Գիտեք, կեցե ամեկ պլյուսը, որ արդեն ես առաջինը չեմ, ինչպես ասում եմ, եւ հուսով եմ, որ վերջինը չեմ, որ մեր արժանի մարդկանց, ինձանից ավելի արժանի մարդկանց նույնպես ընդգրկել եւ նրանց մասին հիշատակ թողնել։ Երկար կյանք բոլորին, բայց որպեսզի մենք ճանաչենք ինքներս մեզ,
Դրա համար փողոցում ամեն մեկին ժպտալ եւ ժպիտ պատասխան ստանալը անգնահատելի բան է։